Անգամից ասեմ, որ պատիվ ունեմ նախաձեռնությունը ողջունում եմ, որովհետև դրական եմ համարում, որ խորհրդանական երկու խմբակցություններից գոնե մեկը իր նախընտրական խոստմանը փորձում է տեր կանգնել, իսկ այդ երկու խմբակցություններն էլ ձևավորվել են Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով, համենայն դեպս, եթե նրանց քվեների կառուցվածքը ուսումնասիրենք, տեսնենք, որ դրա համար են իրենք հայտնվել խորհրդանում։ Մյուս կողմից էլի իմպիչմենտի ռեալիզացիայի գործընթացի արդյունավետությունը հավանականությունը շատ փոքր եմ համարում։ Այո, հնարավորություն կա նման գործընթացի զարգացման, բայց հավանականությունը իր հաջող արդյունքի շատ փոքր է։ Հիմա տեսեք, եկեք մի հատ մաթեմատիկական վարժություն կատարենք։ Կա երկու նախաձեռնություն այս պահին։ Դեռ այն նախաձեռնությունն էլ չի չեղարկվել։ Այն մի նախաձեռնության հեղինակները հայտարարել են, որ իրենք կոչ են անում մյուսներին միանալ իրենց նախաձեռնությանը, Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, բայց կատեգորիկ ասել են, որ իրանց որևէ նախաձեռնության չեն միանալու Պատիվ ունեմի կամ Հայաստանի։ Սա փակուղի է, սա ի սկզբանե նման տոնայնությամբ հայտարարությունները նշանակում էր, որ Էդմոն Մանուկյանի տեխնացիան օգին երկու ստորագրությունից ավելի չի կարող դրվել։ Ստեղան մարդկային որակները չեն քննարկում, քննարկում ենք քաղաքական համատեքստը։ Հետևաբար այդ թիվը երկուսից աճել չի կարող։ Երկրորդ նախաձեռնության պարագայում Պատիվ ունեմի տեխնացու Դավիթ Համբարձումյանի տեխնացության տակ, որը էլի Նիկոլ Փաշինյանի ամուսնություն հայտնելու գործընթացի արդեն կա 6 ստորագրություն։ Ինտրիգը մնում է կմիանա դրան Հայաստան խմբակցությունը թե չէ, երկու սցենար ստեղ կա, միանալու դեպքում 34 ստորագրությունն է, որ էլի բավարար չի, որտեղ Աղազարյանն ու Ասլանյանը արդեն հայտարարել են, որ չեն միանալու, եթե Հայաստան խմբակցությունն էլ չմիացավ, 6 ստորագրություն է մնում, էլ բավարար լինել չլինելու մասին նույնիսկ անիմաստ է խոսել։ Ըստ այդմ մաթեմատիկական այս վարժությունը ցույց է տալիս, որ իմպիչմենտի երկու գործընթացներից որևէ մեկը այս ստատուս քվոյի պայմաններում, այս խորհրդարանական խճանկարում հաջողության հնարավորություն չունեն։ Բայց մի բայց կա։ Ամեն ինչ կարող է փոխվել, եթե իմպիչմենտի նախաձեռնողներից որևէ մեկը, իսկ դա ավելի հավանական է, որ խորհրդարանական ընդդիմությունն ու հանրապետական կուսակցությունը օրինակ կարող են լինել, փորձեն գլխավոր խնդիրը լուծել, գեներացնել համաժողովրդական շարժում։ Սա արեցին քաղաքական հստակ ծրագրով խնդրում կրկնում եմ, հստակ քաղաքական ծրագիր է պետք։ Իմպիչմենտի գործընթացը հնարավորության դաշտի, հնարավորության ռեսուրս բաղադրիչից բացի կարող է հավանականության մեծ գործակցությունն է։ Սա չարեցին իմպիչմենտի մասին խոսակցությունները, այսպես եթերային գրասենյակային մակարդակում սահմանափակվի եւ ինչ-որ փուլից կդադարենք դրա մասին խոսելուց։ Շատ հստակ է։ Տեսեք, ես ողջունում եմ նախաձեռնությունը, կարևոր եմ համարում, բայց ասում եմ, այս ստատուս քվոյով դա հնարավոր չի, քանի դեռ չի գեներացվել հստակ օրակարգ եւ ծրագիր ունեցող համաժողովրդական շարժում։